Մի անգամ էլ բարև ձեզ, ինչպես միշտ։ Այս անգամ քննարկում ենք բժշկության ու ֆիզիոլոգիայի 2020 թվականի Նոբելյան մրցանակը, որը տրվել է հեպատիտ C վիրուսը բացահայտելու համար։ Այսօր կնայենք ինչ է հեպատիտը, հեպատիտի տարբեր տեսակներ, հեպատիտ A, B, C, D, E եւ այլն։ Հիմնական այդ 5-ն է, ու որը լյարդին է վերաբերվում, լյարդի վրա ազդող վիրուսներ են, ու այտենց ինչ հարց լինի ընթացքում կտակ, որ անհասկանալի մասեր չմնան։ Ամենասկզբից հիշեցնեմ, որ ես բժիշկ չեմ, հենց որ լիքը բան չգիտեմ, ու այն հարցերին, որոնք չգիտեմ, չեմ պատասխանի, բայց դուք ձեր հարցերը հանգիստ տվեք։ Սկսում ենք իրանց հոդվածից, ինչպես միշտ։ Ամենասկզբում հեպատիտ բառը գալիս է հունարեն հեպար ու իտիս բառերից։ Հեպարը նշանակում է լյարդ, իսկ իտիսը նշանակում բորբոքում, ու ոնց որ հեպատիտիս նշանակում է լյարդի բորբոքում, հայերեն հեպատիտ են ասում, ու տարբեր ձևեր է առաջանում լյարդի բորբոքում, որոնցից մի մասը այս վիրուսների պատճառով են, այդ հեպատիտ A վիրուսը, B վիրուսը, C վիրուսը, որ այդ viral infection է կոչվում, բայց ոչ միայն այս վիրուսների պատճառով է հեպատիտ առաջանում, նաև առաջանում է ալկոհոլիզմի պատճառով, երբ որ շատ ալկոհոլ ես օգտագործում, կամ թունավոր նյութեր է մտնում օրգանիզմ, կամ ավտոիմուն հիվանդությունների պատճառով, հեսա կասեմ դա ինչ է նշանակում։ Ու ոնց որ լյարդի բորբոքումը այն process-ն է, երբ որ լյարդի բջիջները վնասվում են, ու այդ վնասվելու արդյունքում լյարդը սկսում է վատ աշխատել, ու շատ դեպքերում այնքան վատ է սկսում աշխատել, որ լյարդի անբավարարություն է լինում, մարդիկ մահանում են։ Այս վերջի կետը ավտոիմուն հիվանդությունները այն հիվանդություններն են, երբ որ մեր իմունիտետը շփոթվում է ու սկսում է հարձակվել մեր առողջ բջիջների վրա։ Պատկերացրեք նախանցած նոբինարին, ոնց որ երբ որ էվոլյուցիայի մասին ենք խոսում, խոսացել ենք հակամարմինների մասին, իմունային համակարգի մասին, ու դա տենց կարա շատ փոքր սխալմունք տեղի ունենա, ու քո օրգանիզմը որոշի, որ քո լյարդը ավելորդ է, ասենց ասած, ու սկսի հարձակվել լյարդի վրա, որ էլի բորբոքում առաջացնում լյարդի, ու այդ նույն process-ներն է գնում, ինչ որ վիրուս մտնելու դեպքում կառաջանար։ Այսքանը լյարդի բորբոքվելու մասին։ Լյարդի մասին մի երկու բառ։ Լյարդ բառը չգիտեմ հայերեն որտեղից է եկել, ոնց որ GPT-ի հետ որ խոսացի, ասաց հավանաբար լի բառից է գալի, որ ինչ-որ լիքն է արտաքինից, բաց տեղեր չունի, ինչ-որ տենց լի արմատից է գալի, բայց վստահ չեմ, հավանաբար սխալ է ասում, որտեղ անգլերեն liver է, որ live արմատն է, ու կարող է տեղից է եկել հայերեն, չգիտեմ, բայց լյարդը նրա համար է, որ մաքրի, տարբեր ֆունկցիաներ ունի, բայց հիմնական նպատակը մեր արյունը մաքրելն է, արյունը մտնում է լյարդի մեջ, լյարդը վատ տոքսիկ նյութերը հանում է ու նորմալ արյուն է բաց թողում, ուրիշ լիքը ֆունկցիաներ էլ ունի, ու հիմնական քիմիան մեր օրգանիզմի լյարդում է գնում, էլի, լիքը քիմիական պրոցեսներ կա, որ լյարդում է տեղի ունենում, իսկ եթե հետաքրքրում է, արյունը արտադրվում է մեր ոսկրածուծում, իրականում երբ որ երեխեքը դեռ ծնված չեն, մի քանի ամս է կանեն, ոնց որ հղի ժամանակ իրենց լյարդն է արտադրում արյուն, բայց տենց մի քանի ամիս հետո արդեն երբ որ կազմավորված է լինում ոսկորներ ոսկրածուծման, սկսում է ոսկրածուծը արտադրել արյունը։ Այդքանը լյարդի մասին երևի, ոնց որ բան չեմ մոռացել։ Առաջին անգամ այս լյարդի բորբոքումների մասին, լյարդի խնդիրների մասին մեր թվարկությունից առաջ 400-ականներին է եղել, Հիպոկրատն է հասկացել լիքը բան ու գրի առել, այդ Հիպոկրատը ում անունով երդվում են բժիշկները,
ինքն է հասկացել որոշ բաներ գրի առը, բայց տենց անհասկանալի էր էլի, այն ժամանակ տենց գիտություն չկար, որ հասկանային ինչ խնդիրներ է, պրոստը տենում էին, որ լիարդը խնդիրներ ունի։ Նաև հետաքրքիր որ դրանից առաջ մի քանի հազար տարի առաջ մարդիկ մտածում էին լիարդը հոգու ապրելու վայրն է, ոնց որ մարդու հոգին լիարդում է լինում։ Տենց հավանաբար այդտեղից է գալի այդ live բառից գալիս է liver կամ liver։ Երբ որ ես լսել էի առաջին անգամ փոքր ժամանակ, ես մտածում եմ նույն բանն են, մի քիչ էս կոմեքս չեն կոմ, բայց համարյա կապ չունեն իրար հետ։ Միակ կապը այն է, որ երկուսն էլ լիարդն են վնասում։ Այս հեպատիտ A վիրուսը հիմնականում անցնում է կեղտոտ ջրի պատճառով, կեղտոտ սննդի պատճառով ու ոնց որ հիմնականում աֆրիկյան երկրներում է, ասիայի երկրներում է, որտեղ ինչ-որ խնդիրներ կա այդ սանիտարա հիգիենիկ ու տենց միջոցներով կարա անցնի այս վիրուսը, բայց այս վիրուսը առանց ինչ-որ բուժումների մարդու օրգանիզմը կարում է ինքը իրան բուժի, ոնց որ մի քանի շաբաթ է տևում ու բոլոր խնդիրները անցնում է, ոչ մի հետևանք չի թողում, այսինքն ոչ մի հետևանք չի թողում, դժվար է ասել, կարող է ինչ-որ բաներ թողում է շատ տասնյակ տարիներ հետո էս իմանում, բայց ոնց որ խնդիրներ չի առաջացնում համենայն դեպս, մաքրվում է վիրուսը, չի մնում օրգանիզմիդ մեջ ու քրոնիկ չի դառնում։ Քրոնիկ ասում են այն դեպքերում, երբ որ մնում է օրգանիզմիդ մեջ ու տենց էլ չի կարող մաքրվի տարիներով անընդհատ, ոնց որ մեկ-մեկ իրան ցույց է տալիս, ուժեղանում է, սրվում է, էլի թուլանում է, ուժեղանում է, թուլանում է, ու տենց դրան քրոնիկ են ասում։ Քրոնիկ չի առաջացնում կարճ ասած, անցնում գնում է։ Ու ստեմ մի քիչ տեխնիկական բանի մեջ պետքա խորանանք, որ այս հեպատիտ A-ի A վիրուսի միջուկը RNT է, ոչ թե DNT։ Որ տենց երկու տեսակի վիրուսներ կան, այդ առումով, որ կամ DNT է իր մեջ, կամ RNT է։ RNT-ի ու DNT-ի տարբերությունն այն է, որ DNT-ն երկու հատանոց սպիրալ ուներ, որ նկարը տեսել եք, երկու հատ իրար փաթաթված գնում են, որը մարդն էլ ունի, ինչպես գիտեք DNT-ն, ու RNT-ն դրա մի հատիկանոցն է, երբ որ մի հատ սպիրալ է, ոչ թե երկու հատ, ու դե իր մի հատ նուկլեատիդն տարբեր է DNT-ից, կարճ ասած, այդ նախորդ նոբինարներին, որ խոսում էինք, RNT-ն տարբեր տեսակի RNT-ներ կա, ու մի տեսակ RNT-ն այդ mRNA-ն է, mRNT-ն, որը սպիտակուց արտադրելու համար է, ու տենց որ պատկերացնեք, այս վիրուսը մի հատ RNT է, ով ինչ որ սպիտակուցներ է արտադրում, ու երբ որ մտնում է օրգանիզմդ, մտնում է քո բջիջների մեջ, բջջի բանը փոխում է, ինչ որ այդ DNT-ն, RNT-ն եւ այլն, ու սկսում է իր ուզած սպիտակուցներից արտադրել քո բջջի մեջ, հենց ինքը իրանից արտադրել ու այդպես բազմանում է լյարդիդ մեջ, դրա համար սկսվում է բորբոքում։ Օրգանիզմը հասկանում է, որ դա ինչ որ դրսից օրգանիզմ կա, պետքա վերացնել ու բորբոքման process-ն է սկսում։ Որ այդ բորբոքման process-ը իրականում մեր օրգանիզմն է սկսում, էլի։ Բորբոքումը նրա համար է, որ ավելորդ օրգանիզմներին մեր միջից հանենք, ոչ թե այդ վիրուսն է առաջացնում բորբոքում, էլի։ Մեր իմունային համակարգն է այդ սա անում։ Այդքանը հեպատիտ A-ի մասին։ Հա, հեպատիտ A-ն ունի վակցինա, վակցինա ոնց է հայերեն։ Մոռացա։ Պատվաստում, մերսի։ Պատվաստում կա հեպատիտ A-ի, ու երբ որ երեխեքը ծնվում են, ոնց որ մի քանի շաբաթ հետո կամ, չգիտեմ, ծնվելուց հետո շատ մոտ ժամանակներում պատվաստում անում են Հայաստանում, ոնց որ պարտադիր պատվաստումների շարքում է, ու տենց մեծամասնության դեպքերում աշխատում է, էլի հեպատիտ A-ով չեն վարակվում այդ մարդիկ։ Ու մյուսը հեպատիտ B-ն է, որը արդեն ամենամեծ խնդիրն է առաջացնում մարդկանց մոտ։ Հեպատիտ B-ն այս դեպքում DNT միջուկ ունի, ոչ թե RNT։ DNT-ի ու RNT-ի հիմնական ամենամեծ տարբերությունը այն է, որ DNT-ն ավելի կայուն, ստաբիլ է։ DNT-ի մեջ մուտացիաներ շատ քիչ են լինում, որովհետև ոնց որ քանի որ երկու հատ բան իրար կպած են DNT-ի մեջ, սպիրալները իրար կպած են, ու մենակ ոնց որ ոնց խոսում ենք անցած նոբինարներին, մի հատ մի տեսակ նուկլեատիդն մյուս տեսակին է կպնում, ուրիշ ձև չկա, ու եթե մուտացիա լինի պատահական ինչ-որ խնդրի պատճառով, այս մեկը սխալ բան դրվի, այս մեկը դու ունես, էլի գիտես սրա տեղի ինչ ա եղել։
ոնց որ կոդը երկու անգամ է գրած ու շատ քիչ է հավանական, որ այս երկուսն էլ մի անգամից կվնասվեն ու դու չես կարա հետ ճիշտ վերականգնես այդ DNT-ն էլի։ Կարծես DNT-ն մուտացիաները շատ քիչ է ունենում։ Իսկ RNT-ն շատ ավելի զգայուն է, երբ որ մի բան քանդվեց, դա քանդվեց, էլ ճշտող չկա, երկրորդ սպիրալը չկա, որ դրա միջոցով գա դզվի, էլի, այս մեկը, հենց որ RNT-ն շատ է մուտացիաների ենթարկվում։ Սա կարևոր է, որ հեսա հեպատիտ C-ն քննարկելուց դա է ամենամեծ խնդիրը առաջացնում։ Ու այս հեպատիտ B-ն ոնց որ միակն է, որ DNT-ով է, հա, մնացած հեպատիտները RNT-ով են, սա մենակ DNT-ով, ու դրա պատճառով ինքը շատ որ մի տեսակ է, մուտացիաների չի ենթարկվում, տարբեր տեսակի հեպատիտ B-եր բան չկա, իսկ օրինակ բան կորոնավիրուսը խի էր այդքան տարբեր տեսակներով, չգիտեմ, օմիկրոն կորոնավիրուսը, լավ չգիտեմ ինչ կորոնավիրուս է, որովհետև իր միջուկը այդ վիրուսի RNT է, որը շատ շուտ մուտացիայի է ենթարկվում ու քո օրգանիզմը կարող է գտնի բան հակամարմիններ այդ վիրուսի դեմ, բայց մեկ էլ հոп, այս կորոնավիրուսը մուտացիայի ենթարկվեց, արդեն ուրիշ տեսք ունի ու էլ քո հակամարմինը չի աշխատում իր դեմ։ Դրա համար RNT-ով վիրուսների դեմ պայքարելը այդ առումով դժվար է, անընդհատ մուտացիաների են ենթարկվում, նոր տեսակ է առաջանում այդ նույն վիրուսի։ Այս հեպատիտ B-ն տենց չի, բայց այս հեպատիտ B-ն ի տարբերություն հեպատիտ A-ի տենց ջրով ուտելիքով չի փոխանցվում, այլ փոխանցվում է արյան միջոցով ու այդ մարմնի տարբեր հեղուկների միջոցով։ Հիմնական ձևերը նա, որ երբ որ բանը ասեղը չեն փոխում օրինակ, սրսկելու ժամանակ ինչ որ տեղ կամ հիմնականում թմրանյութ օգտագործողները երբ որ չեն փոխում, այդ արյան միջոցով անցնում է այդ վիրուսը, նաև սեռական ճանապարհով է անցնում վիրուսը ու անցնում է ծննդաբերության ժամանակ մորից երեխուն կարա անցնի։ Դրա համար էլի հեպատիտ B-ի համար կա պատվաստանյութ, երեխան ծնվելուց մինչև 24 ժամ այդ ընթացքում այդ պատվաստանյութը էլի ներարկում են երեխու մոտ ու էլի հիմնականում տենց 95% դեպքերում աշխատում է ու այդ մարդիկ էլ կյանքում հեպատիտ B-ի խնդիր չեն ունենում։ Բայց աշխարհի ամենամեծ մահերը լինում է այս հեպատիտ B-ից, որովհետև ովքեր վակցինա չեն ստացել կամ վակցինան չի աշխատել իրանց վրա, հիմնականում տենց ուշադրություն չեն դարձնում, արդեն վատ վիճակի է հասած ամեն ինչ լինում, չեն կարող կյանքերը փրկեն, ու որ պատկերացնեք ամեն տարի տենց մոտավորապես 1 միլիոն մարդ մահանում է այս հեպատիտ B-ից, էլի սաղ աշխարհում մեծ թիվ էլ 1 միլիոն մարդ է։ Ոնց որ այս հեպատիտը երկրորդ տեղն է աշխարհում որպես վարակող հիվանդություն, ամենաշատ դեպքերով առաջին տեղը տուբերկուլոզն է, երկրորդը հեպատիտն է։ Էլ ինչ կա սրա մասին ասելու։ Հա, աշխարհում հեպատիտով վարակված ոնց որ 300 քանի միլիոն մարդ կա, այդ մոտավորապես ինչքան անում, ամեն 20-ից մեկը, ինչ որ թիվ անում, բայց ոչ բոլորի մոտ է սուր կամ քրոնիկ, բայց մի միլիոն մարդ մոտավորապես այս հեպատիտ B-ից մերակ մահանում է։ Հեպատիտ A-ից հիմնականում չեն մահանում, շատ քիչ միլիոնից մի դեպքում է երևի որնում հեպատիտան խնդիր առաջացնում լուրջ։ Ու հա, ստե ինչ չասեցինք, քրոնիկ լինելու խնդիրը որն է, որ երբ որ անընդհատ քո լյարդը բորբոքման մեջ է, անընդհատ բորբոքվում է ու այս բջիջները պետքա փոխվեն, այդ բջիջները մահանում են, պետքա այդ բջիջը գնա, նոր բջիջ գա, անընդհատ ու տենց process է գնում, երկու խնդիր է առաջանում։ Առաջինը այն է, որ էլ օրգանիզմը չի կարում ոնց որ նորմալ բջիջներ արտադրի ու որ բաց չմնա, չի կարա լյարդը բաց մնա, էլի պիտի փակվի, դրա տեղը ուրիշ հյուսվածքներ է դնում, որ ուղղակի տեսքը պահի, փակի, բայց դա լյարդի ֆունկցիան չի կատարում, էլի։ Լյարդի նորմալ բջիջներ չեն, ու տենց քիչ-քիչ կարծած լյարդը մարշում է կոպիտ ասած, ու այդ առողջ բջիջները չեն մնում, այլ տեղը ուրիշ հյուսվածքներ են գալի, որոնք անպետք են ուղղակի տեղը լրացնելու համար են։ Ու ինչա լինում, դա կոչվում է լյարդի ցիրոզ, գիտեմ հայերեն էլա ցիրոզ թե չէ, բայց երևի ցիրոզ են ասում, սովետական ժողովուրդն էլ, որ
սկսում է էլ չաշխատել լյարդը ու դա առաջանում է երկար տարիների ընթացքում 20-30 տարում նոր կարա տենց մարդուն սպանի էլի այս վիրուսով վարակված բորբոքված լյարդը ու հենց այդտեղից է խնդիրը գալի որ մարդիկ ունենում են այս վիրուսը չեն իմանում ու տարբեր ճանապարհներով փոխանցում է այլ մարդկանց ու տես 10-20-30 տարի հետո այդ մարդը, չգիտեմ, լուրջ խնդիրների առաջ է կանգնում, մահանում է, բայց ինքը արդեն այնց իր վիրուսը անցել է լիքը այլ մարդկանց էլի արդեն դրա համար տարածվում է վիրուսը այս վիրուսին հնարավոր է վերացնել աշխարհում եթե պրոստը բռնես բոլոր վիրուսների վերացնես այլ վիրուսը գոյություն չի ունենալու ոնց որ վերջնական նպատակը էդ է որ այս այլ վիրուսը չլինի աշխարհի վրա բայց դե ոնց թե 300 միլիոնից ավել մարդ վարակված է շատ դժվար է այնց վերացնել այս վիրուսը ամբողջ աշխարհից ու երկրորդ խնդիրը որ առաջացնում է բացի ցիրոզից դա քաղցկեղն է լյարդի քաղցկեղը ոնց է առաջանում տարբեր առաջանալու ձևեր կա բայց հիմնական առաջանալու ձևը այն է որ երբ որ բջիջը մահանում է իր տեղը նոր բջիջ պետք է գա այդ բջջի դնթ-ն պետքա նոր բջիջներ ունենա չէ այդ դնթ-ն պետքա կրկնա ոնց են ասում պատճենահանվի հայերեն անգլերեն copy պետքա լինի sense ասած ու միշտ չի որ տենց իդեալական լինում է copy անել մեկ-մեկ մուտացիաներ է լինում ոնց ասեցինք ռնթում ավելի շատ է լինում բայց դնթ-ում էլ էլի երբեմն լինում է այդ մուտացիաների շնորհիվ է էվոլյուցիան աշխատում է ու երբեմն երբ որ լինում է բորբոքում ու անընդհատ այդ process-ը գնում է անընդհատ դնթ-ն copy-ա լինում նոր բջիջ արտադրվի ռիսկը մեծանում է որ մի հատ նենց տեղ մուտացիա կլինի որը շատ վտանգավոր է այդ տեղերը հիմնականում այն տեղերն են որ պատասխանատու են բջջի ինքնաոչնչացման համար ու տենց անմահ բջիջ է դառնում ճակերտավոր բայց իր խնդիրն է որ նաև երբ որ այն մասն է մահանում որ ինքը ինչքան սնունդ պետքա վերցնի օրինակ շրջապատից ու այդ մասն էլ է վնասում սկսում է անընդհատ սնվել կողի շրջապատից այդ ագրեսիվ քաղցկեղ է դառնում էլի դու ունենում ես մի հատ բջիջ որը մոռացել է մահանալու մասին ու որը ինչ կա չկա աճծախ խժռում է ու տես քիչ-քիչ մեծացող բան ես ունենում քաղցկեղ ու նաև այն մասը կարա վնասվի թե ինքը ինչքան ժամանակը մեկ պետքա բազմանա այդ մի բջիջը կրկնապատկվի ու երբ որ դա է վնասվում ինքը սկսում է շատ արագ բազմանալ 2 հատ այդ բջիջ լինում 4 հատ 8 հատ 16 հատ ուսենց արագ սկսում են շատանալ կարծես ասած հատուկ մասեր կա դնթ-ում որ վնասվում է տես խնդիրներ առաջանում քաղցկեղ առաջանում դրա համար է որ բորբոքվելու ժամանակը քաղցկեղ առաջանում դրա համար է որ ճառագայթման ժամանակը քաղցկեղ առաջանում որտեղ այդ ճառագայթները գալի խփում են դնթ-ի մեջ ջարդում փշուրում են ինչ-որ մասեր մուտացիայի են ենթարկում ու երբ բախտը չբերի այդտենց վատ մասեր մուտացիայի ենթարկվեն քաղցկեղային բջիջ է առաջանում այդտեղ է հավանականությունը որ ասում են հավանականություն կա քաղցկեղի որտեղ ոչ ոք չի կարող ասել որ մասը կվնասվի նաև հավանականությունը տեղից է որ կարա նես լինի քո իմունիտետը հասկանա որ դա վատ բջիջ է միջև իր այտենց ուժեղանալ զարգանալը վերացնի մեր օրգանիզմում էլ ամեն օր լիքը այտենց բջիջներ է լինում բայց հիմնականում մեր իմունային համակարգը իրանց հարցելուծում է այս դեպքերա լինում որ չի կարում չի հասցնում կամ չի տենում տարբեր պատճառներով ու նաև դրա համար է որ մեծ մարդիկ են քաղցկեղ ունենում որովհետև ինչքան երկար ես ապրում այնքան շատ է քո բջիջները ոնց որ կիսվում ու այնքան մեծանում է շանսը էլի որ մի բան էլի սխալ կպատճենահանվի դնթ-ի մեջ ու նաև էլի դրա պատճառով է որ ծխողների մոտ է քաղցկեղ առաջանում թոքերի որտեղ անընդհատ թոքերում այդ բորբոքում է լինում էլի անընդհատ այդ process-ն է գնում ու վերջո միտեղ քաղցկեղ առաջանալ միտեղ այդ դնթ-ի այդ մասը վնասվելու է ու քաղցկեղը սկսելու է կամ ալկոհոլ օգտագործելուց կոկորտի քաղցկեղ առաջանում որտեղ այդ կոկորտ անընդհատ ալկոհոլը գնում է կոկորտ այդ բջիջներին վնասում է բջիջները պետքա փոխվեն դե որպեսզի փոխվեն շանս կա որ կարող է սխալ փոխվեն դնթ-ը վնասվի այտենց հիմնականում նույն պատճառն է էլի մյուս պատճառն էլ որ քաղցկեղը առաջացնում այս վիրուսը այնա որ կարա ուղղակի նենց սպիտակուց արտադրի այս վիրուսը որ այդ սպիտակուցը գնա կպնի դնթ-ի այն մասին որը պատասխանատու էր ասենք մահանալու համար ինքնաոչնչացման համար ու էլ բջիջը որոշի որ ինքը վերջ չի ինքնաոչնչանում այսինքն ոչ թե դնթ-ն է փոխում
այլ այդ DNT-ի այդ մասը ապա ակտիվացնում է ինչ-որ ձև, այդ արդեն քիմիա գնում, կենսաբանություն է գնում, դա մանր հարցեր է բարդ, սենց հիմա մակերեսային եմ այդ ամեն ինչ ասում էլի։ Այդ քանի մասին, սիրոզի ու քասկեղի մասին, ոնց տենում եք, ստե նկարները կա, 10-30 տարում ինչ ա լինում լյարդի վիճակը։ Հա, ստե երկու բան էլ ավելացնեմ։ Առաջինը, այս երբ որ հեպատիտես ընկնում, սուր հեպատիտ ա լինում, մարդիկ դեղնում են ու աշկերն ա դեղնում, երևի լսած էլ կլինեք, դեղնուկ են, ոնց որ հայերեն էլ ասում, դեղնախտ են մեկ ասում, որ միակ պատճառը չի, որ առաջանա դեղնախտը, բայց ոնց որ երբ որ լյարդի հետ խնդիր ա լինում, հատուկ նյութեր կա, որ կամ չեմ հիշում, քիչ են արտադրվում կամ շատ են արտադրվում ու այդ դեղնությունն է առաջանում, ամենայն դեպս էլի լյարդի հետ է կապված էլի այդ դեղնությունը, ու այս խնդիր ունեցողները հենց դեղնում են սուր ժամանակները, ու հեպատիտ A-ի ժամանակ էլ է, ոնց որ ինչքան էլ բուժվում է ինքը իրան, բայց մեկը այդ սիմպտոմները այդ ժամանակ լինում է, էլի, ու սրտխառնոց է լինում, գլխապտույտ է լինում, ստանդարտ բաներ ոնց որ էլ։ Մեկ էլ շատ հետաքրքիր ու վախենալու բանի մասին այս վերևը պատմում, որ այս խնդիրները առաջացնող ագենտները, սրանց ագենտներ են ասում օրինակ այս վիրուսներին, ու միշտ չի որ վիրուս լինի այս ագենտը, այսինքն երբ որ քո մոտ խնդիր է առաջանում, պետք է հասկանան ով է մեղավորը, որ այդ խնդիրը առաջացել է, այդ ով-ան, գործակալը, որին անգլերեն ագենտ են ասում, կամ վիրուսը, կամ բակտերիա, կամ չգիտեմ ուրիշ բան է, ու մարդիկ մտածում են մենակ կենթանի օրգանիզմները կարան լինեն ագենտ, ինչ որ հիվանդություն փոխանցող, բայց պարզվեց նաև, չեմ հիշում որ թվականներին, բայց էլի ոնց որ այս գիտնականներն էին արել, որ կարա ուղակի լինի նենց սպիտակուց, որը սխալ է ծալվել, մենք առաջին նովինարի ժամանակ խոսացել ենք այդ սպիտակուցները սխալ ծալվելու մասին, ու կարա սպիտակուցը նենց սխալ ծալվի, որ վատ սպիտակուց լինի ճակերտավոր, ու գնա խանգարի մյուս սպիտակուցներին ծալվել, ու մյուս սպիտակուցներն էլ սկսեն վատ ծալվել, ու ասես լիքը վատ սպիտակուցներ են քո օրգանիզմում առաջանում, որի պատճառով լիքը խնդիրներ է առաջանում, ու դա կարա լինի վարակովի, երբ որ այդ սպիտակուցը, որը վիրուս չի, որը բակտերիա չի, ուղղակի մի հատ սպիտակուց է, անցնում է քո օրգանիզմ, սկսում ես դու վարակվել դրանով, ինքը անդադ իր պատճառով մյուս սպիտակուցներն են սկսում սխալ ծալվել, վարակիչ սպիտակուց է, կարճ ասած, որը շատ դժվար էր պատկերացնել, որ տենց բան կարա լինի, բայց ոնց պարզեցին, այդ մի հատ հիվանդություն տենց կար, ինչքան հիշում եմ Պապուա Նոր Գվինեայում էր հիմնականում լինում, կամ այդ կոմերը, կարող է սխալացնել երկրի անունը, ու հասկացան, որ այդ հիվանդությունով վարակվում են այն ժամանակ, երբ որ իրանց մոտ կար ռիտուալ, որ իրանց մահացած բարեկամների ուղեղը ուտում էին որպես բան, հարգանքի նշան այդ մարդկանց, ու այդ քանի որ այդ սպիտակուցները ուղեղում է այդ մարդկանց, ուտում ես քո մեջ անցնում, ու շատ վատ է վերջում լինում, չգիտեմ հիմա դրա դեմ առել են այդ երկրում, թե չէ, բայց հասկացան, որ կարա ուղղակի սպիտակուց ուտելուց լուրջ վարակովի հիվանդություններ ձեռք բերել։ Okay, այդքանը նախապատմության մասին ու վիրուսների մասին, դեռ մենք հեպատիտ C-ին չենք ասել, այս Նոբելյան մրցանակը հեպատիտ C-ն բացահայտելու համար է, էլի։ Այսքանից հարցեր ունենք։ Չունենք։ Okay, շարունակենք ուրեմն։ Այստեղ ասել եմ, բայց չէի նայել, որ 1976 թվականին Նոբելյան մրցանակ են ստացել հեպատիտ B-ի բացահայտման, իր վակցինան ստեղծելու համար, թեստերը ստեղծելու համար, թեստը նրա համար է, որ երբ որ ասենք պետքա մարդու արյունը փոխպատվաստում անես, ասենք արյան անբավարարություն ունես, ուրիշ մարդ դոնոր է, պետքա իր արյունը քո մեջ ներարկեն, այն ժամանակ լիքը մարդ տենց հեպատիտ B էր վարակվում, նաև հեպատիտ C, որի մասին չգիտեին, որովհետև վարակված մարդու արյունը վեկարում քո մեջ էին պատվաստում, բայց այս Նոբելյան մրցանակի 76 թվականի Նոբելյան մրցանակի իմաստն էր, որ արագ թեստեր էին ստեղծել, որ կարա իր արագ ստուգեիր իրանց մարմնում
այդ արյունում կա այս հեպատիտը թե չէ, որ վարակված մարդու արյուն չփոխպատվաստեն։ Այս դրա մասին է, բայց երբ որ ուսումնասիրում էին այս հեպատիտ ունեցող մարդկանց տվյալները, տեսան, որ լիքը մարդիկ կան, ովքեր ունեն լյարդի բորբոքում հեպատիտ, բայց իրանց մոտ ոչ կա հեպատիտ A, ոչ կա հեպատիտ B։ Ու տենց երկար ժամանակ չէին կարող գտնել այդ ով է, որ խնդիր է առաջացնում է հեպատիտ, ու անունը դրեցին non-A, non-B, ոչ A-ն է, ոչ B-ն է, չգիտեն ինչ է։ Հենց անունը տենց դրեցին, բայց դե իհարկե հետո հենց գտան վերանվանեցին հեպատիտ C ուղղակի։ Ուստը ինչա պատմում։ Ուզում էին կարճ ասած գտնեն թե այդ որ DNT-ի մասնիկն է, որ արտադրում է վիրուս, այսինքն որ վիրուսն է, որը ունի DNT-ի մասնիկ, որ հեպատիտ է առաջացնում, ու տենց ընկած DNT-ին ման գալի, բայց պարզվեց DNT-ով չի, հեպատիտ C-ն RNT-ով է, հեպատիտ A-ի պես, ու իր խնդիրը որն է, որ քանի որ ինքը RNT-ով է, ինքը շատ մուտացիաների է ենթարկվում, ու իր դեմ վակցինա դեռ չկա։ Ասենք սա 2020 թվականին են տվեց Նոբելյան մրցանակը, հեպատիտ C-ն բացահայտվել է 1980-ականներին ոնց որ, ներքևը գրած է չեմ հիշում, մինչև հիմա, մինչև 2025 թվին չկա ոչ մի վակցինա, որովհետև մի տեսակ չի հեպատիտ C-ն, անընդհատ մուտացիայի է ենթարկվում, ու երբ որ դու ինչ-որ վակցինա ես հորինում, որը այդ հեպատիտ C-ի դեմ է, ինքը մուտացիայի է ենթարկվում, ուրիշ ձև է դառնում, ուրիշ սպիտակուցներ է սկսում մի քիչ արտադրել, որի վրա քո վակցինան չի աշխատում, ավելի կոնկրետ այն հակամարմինները, որոնք վակցինայի դեմ արտադրվել են քո օրգանիզմում։ Ու ստե իրանց փորձերի մասին է իրականում մանրամասն պատմում, սրա մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև համ ես լավ չեմ հասկացա, բարդ է, համ էլ ձեզ հավանաբար չի հետաքրքրի, բայց կարճ ասած ինչ որ մարդու արյուն են վերցրել, որի մեջ կա այդ DNT-ի մասնիկները խառը, ու բայց խնդիրը այն է, որ այդ DNT-ի մեջ նաև սովորական մարդու սովորական DNT-ն է, բայց ինչ որ մաս պետքա լիներ, որ այդ վիրուսի DNT-ն է, ու ինչ են արել, մտածել են, օքեյ, եթե այս վիրուսից կա մարդու օրգանիզմում, հավանաբար հակամարմիններ էլ կա, չի կարա ընդհանրապես հակամարմին չլինի։ Մեր օրգանիզմում կա հեպատիտ C-ի հակամարմիններ, բայց նես չի, որ տենց լրիվ օգնում են, բուժում են քեզ։ Ու ինչ որ թեստերով այդ DNT-ի ֆրագմենտները, փոքր մասերը տենց լցրել են հակամարմինների վրա, տեսել են, որ մի հակամարմինն է կպնում, մեր օրգանիզմի հակամարմինը մեր օրգանիզմի մասերին չի կպնում։ Դրա համար իրանք երբ որ գտնեին ինչ որ հակամարմին, որը կպել է ինչ որ մասի, ուրեմն դա վիրուսի է, էլի, ոչ թե մեր մարմինն է։ Ու տենց հակամարմինների միջոցով գտել են, որը այդ առաջին մարդը հիմնականում այդ թեստերի վրա է աշխատել, որ փոխպատվաստում չանեն, վարակված մարդու արյունը ու էլի ուրիշ բաներ արես, երկրորդ գիտնականը այս փորձերն արել հակամարմիններով, որով գտել են վերջապես, որ տենց վիրուս կա, հեպատիտ C անունը դրել են, ու երրորդ մասը արդեն նա է, որ ինչքան էլ գտել են այդ մասը, այդ վիրուսին, դա դեռ չի նշանակում, որ այդ վիրուսն է առաջացնում լյարդի բորբոքում։ Կարող է ուրիշ կողից պատճառները կան, որ օգնում են այդ վիրուսին առաջացնել լյարդի բորբոքում։ Պետք է ապացուցել, որ այս վիրուսը ինքնուրույն կարա բորբոքի քո լյարդը ու բան առաջացնի, քրոնիկ հեպատիտ։ Ու այս այդ հարցն է գրած could the virus one cause hepatitis, ու ինչ են արել իրանք, վերցրել են ուղղակի միջև այդ որ փորձում էին ապացուցել արյունն էին վարակված արյունը ներարկում էին շիմպանզեներին ու տենում էին ինչա լինում իրանց լյարդի հետ, ասենց ասած, բայց այդ հարցը հետ արյան մեջ կարող է ուրիշ բաներ էլ կան, որ օգնում են այդ ամեն ինչին, բայց այս մարդիկ բռնեցին առանց արյան, սարքեցին այդ RNT վիրուսի ու բռնեցին առանց ոչ մի բանի, էլի ներարկեցին առողջ շիմպանզեի օրգանիզմում, որը ոնց որ նույն մարդու հակամարմինները չունի, նույն մարդու
բանը չունի, էլի։ Ինչ որ բան եթե մարդու մեջ կա, որ կարող է օգնում է հեպատիտ C-ին, օրինակ կարող է մարդկանց մոտ գենետիկ հակվածություն կա հեպատիտ C-ով ոնց որ քրոնիկ վարակվելու, շիմպանզեների մեջ ոնց որ չկա, ունես որ եթե մենակ էս մի հատ RNT մարդու օրգանիզմ գցելով այդ մարդու մոտ հեպատիտ առաջանա, ուրեմն հայ էս RNT-ն առանց ոչ մի բանի, ուղղակի ինքը իրանով կարա մտնի օրգանիզմ ու վարակի քեզ, ու տես ճշտվեց որ հա կարա իրականում մի հատիկ RNT մտնում է ու տես հեչ լավ չի լինում վերջում այդ շիմպանզեի լիարդի վիճակը։ Կարճ ասած, այս ամեն ինչով ապացուցեցին, որ այդ վիրուսն է մեղավոր։ Հետո ստե բան չեմ նշա, որտեղ հետարքիր բան չկա։ Իրականում այս ամեն ինչի միջոցով լիքը մարդկանց կյանքեր է փրկվել վերջի տասնյակ տարիների ընթացքում, որ պատմեմ միլիոնավոր մարդկանց կյանքեր էլի։ Ու եթե այս ամեն ինչը բացահայտած չլինեին, հիմա տասնյակ անգամ շատ մարդիկ մահացած կլինեն այս խնդիրների պատճառով։ Նաև չի ուզում ասեմ։ Չեմ հիշում։ Լավ, այսքանից հարցեր ունեք, ինչեւ հիշեմ։ Ռոստեր բարսել ասեք մարեմ։ Ես ուզում եի հարցնել, եթե վակցինա չկա, բացահայտելը ինչով է կյանքեր փրկելուն նպաստել։ Լավ հարց է։ Դեղամիջոցներ կա, պարտադիր չի վակցինա լինի։ Դեղամիջոցներ կա, որ օրինակ, չեմ հիշում անունը, ներարկում են այդ դեղամիջոցը գնում է կոնկրետ կպնում է վիրուսային հատվածներին, որը իր բազմացման համար էր պատասխանատու, այդ վիրուսները էլ չեն կարող բազմանալ ու վիրուսի դեմը առնում են։ Այսինքն դեղամիջոցները կա բուժող հեպատիտ C-ն, վակցինա չկա։ Բուժելով են փրկում կյանքերը այս դեպքում։ Շնորհակալություն։ Ու նաև բացի վակցինայից ու դեղերից կարևոր է ուղղակի մարդուն ասել, որ դու ունես այս խնդիրը, հետեւաբար ավելի շատ կխուսափեն ուրիշ մարդկանց վարակելուց հիվանդությամբ ու նույնը որ ասացի փոխպատվաստման ժամանակ հիվանդ մարդկանց արյուն չեն փոխպատվաստում, ներարկելու ժամանակ են շատ զգույշ լինում հիվանդանոցներում արյուն վերցնելուց, հաստատ վստահ եմ որ նոր բան է, ներարկիչ է, հինը չեն օգտագործում, երբ որ այս ամեն ինչի մասին չգիտես, տենց կարաս մեկ քեզ թույլ տաս նույն ասեղը երկու անգամ օգտագործես էլի։ Նախորդ հոդվածը որ բացել էի, այդ հանրամատչելի հոդվածներ, որ ոչ մասնագետները հասկանան, ստա էս advanced հոդվածն էլ կա, որ ավելի խորացված գրաֆիկներով ինչ որ բաներ է։ Ստա էս նկարն է սիրում, որ իրականում վիրուսը ինչ է էլի, էս հեպատիտ C-ն, որ պատկերացնենք, sense էս RNT-ն է, որ ասում եմ, իր մեջ, ու անցած նոբինարին տենց 3D պատկերները նայում ենք, սա այստեղ էլ կմիացնեմ նայենք։ Այս շուրջը իր պաշտպանիչ պայծյանն է ու կողքերից sense այլ սպիտակուցներ կա, որոնք տարբեր բաներ են անում ու այս RNT շղթան է ու սրանք գեներն են։ Այս ամեն մի գենը գենոմի մեջ, գենոմը գեների հավաքածուն է, էլի։ Ամեն մի գենը պատասխանատու է մի հատ սպիտակուցի արտադրման համար, ու ասենք այս C-ն այսքան հատվածը, էլի 3 նոբինար առաջ նայել ենք ոնց է այս հատվածը սպիտակուց արտադրում, կարաք նայեք, ու այս հատվածը պատասխանատու է, ասենք ինչ որ սպիտակուցի արտադրման համար, այս հատվածը արտադրում է այս Y1 սպիտակուցը ստեղի, այս երկու հատվածը արտադրում է այս երկու սպիտակուցը։ Այս նույնիսկ ուրիշ բաներ են էլի արտադրում, այս սկիզբն ու վերջը բանի համար է, ոնց որ իր սկիզբն ու վերջն է ցույց տալի, որ այս կողմից այս կողմ որ ձախից աչից ձախ կարդաս այս RNT-ն սխալ բան կստացի, պետքա ձախից աչ կարդաս, որ 5-ն ու 3-ը ցույց են տալի, որ ձախից աչ պետքա կարդաս, ու ուրիշ բաներ էլ է այս նշանակում, բայց շատ չեմ խորացել դրա մեջ։ Ու որ դեղեր են սարքում օրինակ, ոնց են նենց անում, որ մենակ վիրուսին վերացնի,
օրինակ ասենք այս NS3 մասը որ կա, որի վրա ասենք այս սպիտակուցը արտադրելու, որը գնա այս վիրուսի վրա, նենց ինչ որ բան են արտադրում, որը մենակ գնում կպնում է այդ սպիտակուցին ու երբ որ կպնում է, ինչին կպնում է, դու վստահ կարաս ասես, որ այս վիրուսային բջիջ է, էլի։ Վիրուսային բջիջ, ճիշտ է ասել, դա չգիտեմ, երևի չէ։ Վիրուսային բջիջ չի լինում երևի։ Վիրուսը վիրուս է։ Կարճ ասած, այս սպիտակուցին բռնող դեղեր կանան սարքեն ու երբ որ կպնում է, ուրեմն գիտեն այդ վիրուսն է ու իրան պետք է վերացնել ու տարբեր դեղեր տենց աշխատում էլի, ասենք ոնց ասացի, այն հատվածը, որը իրան հնարավորություն է տալի բազմանալ, գնում կպնում է ատը ու երբ որ դա բանկա կպած, էլ իր ֆունկցիան նորմալ չի կատարում այդ հատվածը, էլի։ Ու հիմա ձեզ ցույց տամ բանը, իրական տեսքը 3D, սա հեպատիտիս B, աննայինք նոր դեպի կանեք այսպես տեսք ունի կանեք կախեց այսպես կարող ես տեսքես նայես այսպես ինչ որ կողից կողից ուղղած հատվածներ ունի այս կանաչ մասերը ու մեջն էլ ստե դատարկ որտեղ մեջ չեն նկարում, բայց մեջն էլ իր տնթնա ու էլի ուրիշ բաներ կա։ Իսկ երբ որ սենց միացնենք իր տեսքը այսպես մանրամասն ունենք պատկեր էլի։ Այս էլ անցած նոբինարն ենք խոսել, ոնց են նկարում այս ամեն ատոմը, ասենք կարաս սեղմես, գնաս տենաս, որ մի ատոմը որտեղ է այս բանի վրա էլի, վիրուսի վրա։ Նորմալ մոտիկացնեմ։ Այսպես։ Ով ձեռքեր ունենք, հարց ունենք։ Չէ։ Չէ ոնց որ։ Okay։ Մի հատ էլ հեպատիտ B-ն նայենք ու ավարտենք։ Հեպատիտ B-ն սենց ավելի ագրեսիվ տեսք ունի, սուր ծայրերով։ Իրականում չգիտեմ ես իրանց սուր ծայրերը ինչի համար է, հաստատ ինչ որ նշանակություն ունի, էլի։ Տարբերություններ կա այս սուր ծայրերով վիրուսների մեջ ու ոչ սուր ծայրերով։ Սրա մեջ իր տնթնա որը ստե չկա։ Իսկ սենց տեսքը ինձ էլ հետաքրքիր էլի, մենակ ձեզ ցույց չեմ տալի։ Օպա, ստե լիքը բանը։ Ինչ են սրան ասում, խուճուճիկներով վիրուսը։ Okay։ Այդ հաստատ նայեմ բան չեմ մոռացել։ Պատմել։ Սա ասեցի չէ՞։ Կարճ ասած վերջնական ասելիքը այնա, որ երբ որ խնդիր եք ունենում, շուտ գնացեք բժշկի։ Պետք չի 30 տարի սպասել, երբ որ լիարդել չի աշխատում այդ ժամանակ գնալ բժշկի, որովհետև ամբողջ խնդիրը սրային է, երբ որ դու ձեռքես բերեք ցիրոզ լիարդը վնասվել է, հետ բերելը շատ դժվար է։ Ձեր միացությունները անում են լիարդի փոխպատվաստում, նոր լիարդ են դնում, բայց դա արդեն շատ վատ է, այդ ստադիայի պետք է չհասցնել։ Հալելի ջան։ Իրականում ես նայեցի արդեն ինչ նշանակություն ունեն այդ վիրուսի սուր ծայրերը, եթե հետաքրքիր է, կրամ բանից հետո գցեմ, նայեք։ Հիմա ասա։ Բայց շատ երկար է դիտորդան։ Հա։ Սկզբի մաս Կենսաբանական ինչ որ նշանակություն ունի էլի, իր գործունեության հետ է կապված։
Այլ հարցեր ունենք։ Okay, Թույն, դե մերսի բոլորի միանալու ու այսքան լսելու համար, հավեսա որ հետաքրքրվում եք գիտությամբ ու բժշկությամբ։ Եթե հարցեր լինեն, գրեք։ Արտուր ջան, կներեք կհիշացնեք ձեր YouTube channel-ի անունը։ Որ հայերեն գրեք Նոբելյան մրցանակներ կբերի։ Եվ շնորհակալություն։ Okay։ Մերսի բոլորիդ, մինչ մյուս շաբաթ։ Merci.